Ի հիշատակ վերջին տարիներին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել համապետական հիշատակի օր։ Ազգային ժողովում նախագիծը ներկայացրեց Ռուբեն Ռուբինյանը, նշեց, որ օգոստոսի 8-ի հռչակագրի ընդունման փաստը կարևոր է դարձնում նման մեկ օրվա սահմանումը։ Պետք է ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց պետք է նաև ընտրել օր, որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի, եւ մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ որ առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը, բանակի օրը արդեն որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Պետք է նաև մասնավորեցնեմ, որ սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք։ Ընդդիմությունը ներկա չէր դահլիճում։ Նախագծի հեղինակն այնուամենայնիվ կոչ արեց կողմ քվեարկել։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կկարողանա եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել։ Սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցում ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, որը գործնականում ուղեկցվում է որոշակի խնդիրներով։ Մասնավորապես, վերջիններիս կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ոչ ամբողջական կամ այնպիսի ժամկետում, որը վարչապետի աշխատակազմին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում ապահովելու արդարացի փոխհատուցման գումարի վճարումը։ Ինչ ասել է արդարացի եւ արդյոք եվրոպական դատարանը, երբ որ արդեն վճիռ է կայացնում, այնտեղ չի նշում գումարի չափ։ Նշում է եւ հենց այդ նշված չափն է համարվում արդարացի փոխհատուցում։ Սա տերմին է, որ օգտագործվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր փոխհատուցումների հետ կապված, քանի որ եթե նման բարձր դատարանը նշել է այդ չափը, դա համարվում է արդարացի չափ։ Տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով Սերգեյ Բագրատյանն ու Նարեկ Ղարամանյանն առաջարկում են փոփոխություններ կատարել պետական տուրքի մասին օրենքում։ Ըստ այդմ, սև եւ գունավոր մետաղներ ներկրողների համար 29000 պետտուրքի փոխարեն առաջարկվում է սահմանել 55000 դրամ 1 տոննայի հաշվարկով։ Հեղինակը տեղեկացրեց, կառավարության գործընկերներն առաջարկել են 55000-ի փոխարեն կիրառել 45000 պետական տուրք։ Արդյոք տուրքի փոփոխությունը բացասական չի անդրադառնա տնտեսվարողների ու նաեւ կառուցապատման գների վրա, հետաքրքրվեցին պատգամավորները։ Այդ ներկրողները, որ բերում էին, քանի տնտեսվարող կա, որոնք ապրում են դրանով։ Դրանց խնդիրը ոնց եք լուծում այս օրենքի բերելու, այսինքն դուք ավտոմատ այնպես եք սարքելու, որ իրանք մրցակցությունից դուրս մնան։ Այս դեպքում տեղական արտադրողի եւ իրանից ներկրողի գները հավասարվում են։ Դեռ հիմա մենք եթե կառավարության առաջարկ ընդունենք եւ 45000 կիրառենք, ներկրողների համար ավելի ձեռնտու կլինի, այսինքն իրենք մոտ 10000 ավելի էժան գինք ունենան Հայաստանում, իրենց շահույթը մեջ է։ Եվ իրենք տնտեսվարողների իմաստով որևէ խնդիր չի առաջանա։ Իհարկե, սա չի նշանակում, որ դա պետք է միշտ լինի, պետք է մի կետից այլևս տեղական արտադրողին թույլ տանք, որպեսզի կարողանա ավելի էժան հնարավորություններ ստեղծի, ավելի էժան արտադրանք տալ, որովհետև ի վերջո այդ արտադրանքի ինքնարժեքը նստվում է նաև շինարարության, շենքերի, տների արժեքի վրա։ Այդ իմաստով իհարկե երկարատև պրոտեկցիոնիզմ մենք չենք կիրառելու։ Մեկ այլ նախագծով գործելու է քաղաքացիների ծանուցման էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով։ Եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի ու բոլոր փուլերով անցնի, ապա կհամարվի պատշաճ ծանուցված։ Ֆիզիկական անձանց դեպքում անձը ծանուցում ստանալուց հետո, եթե 3 օրում մուտք գործի հարթակ, ապա կհամարվի ծանուցված։ Եթե ոչ, կգործի հաջորդ փուլը, այսպես կոչված հիբրիդային առաքանին։ Դրանից հետո, եթե դարձյալ չհամարվի ծանուցված, ապա կտեղադրվի ազդարար կետեյեմ հարթակում եւ 7-րդ օրը անձը կհամարվի պատշաճ ծանուցված։ Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մուտք են գործում։ Հայաստանը վավերացրել է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան եւ դրա փարիզյան հռչակագիրը, որով մեր երկիրը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն։ Հայաստանը ստանձնել է ջերմոցային գազերը մինչև 2030 թվականը կրճատել 40%-ով 1990 թվականի ցուցանիշի համեմատ։
Նույն մեխանիզմը նաև գործում է բիզնես ձևաչափով, երբ կլիմայական ծրագիր իրականացնելով տնտեսվարողը կարող է ձեռք բերել ածխածնային կրեդիտներ եւ դրանք վաճառել արտաքին կամ ներքին շուկայում։ Այս նպատակով ներդրվում է թույլտվությունների համակարգ, նախատեսվում է սահմանել արտանետումների առավելագույն եւ նվազագույն շեմ։ Քննարկված հարցերի քվեարկությունները տեղի կունենան հաջորդ նիստում։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։